Ես ուզում եմ կարճ մի կոչով հանդես գալ ու իրեն դիմել։ Ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ ինձ ու իմ եղբորը դաստիարակել են, որ մենք առաջին հերթին պետք է հարգենք մեր դիմացինին ու դիմացինի աշխատանքը ու մենք չպետք է իջնենք էժան մեկնաբանությունների մակարդակին, բայց մեզ նաև դաստիարակել են այն հոգեբանությամբ, որ մենք չպետք է թույլ տանք, որ ինչ-որ մեկը կպնի մեր արժանապատվությանը։ Ու հիմա հարցնում եմ, ով ես դու, որ կարող ես իմ հասցեին ու իմ մասին ինչ-որ մեկնաբանություններ թողնես։ Միգուցե կոկորդիլոսների հետ լեզու գտնել ստացվում է իր մոտ, բայց խորհուրդ եմ տալիս ու հորդորում եմ իմ մասին խոսելիս հիշիր ով եմ ես, ում դուստրն եմ ես, հիշում ա ու մեկնաբանում ա իշխանի դուստր եւ այլն։ Հիմա ասում եմ, իշխանի դուստր լինելը ինձ համար արժեք է ու ինձ համար մեծ պատիվ է, հպարտություն է, որովհետեւ ես հպարտեմ իմ հոր գործերով, ես հպարտեմ, որ իր զավակն եմ, իսկ արժանապատվությունը, իսկ այն, որ նշում ա ազնվացեղեք, ազնվական եք, այո, ազնվականությունը չի որոշվում ծագումով, ազնվականությունը որոշվում է վարքով, որոշվում է խոսքի պատասխանատվությամբ, որոշվում է մարդկանց կողմից հարգանք վայելելով, բայց դա պաշտոնով չի տրվում։ Այո, անունն ու ազգանունը կարող են շատ դռներ բացել, բայց այդ բացած դռներից հետո դու պիտի կարողանաս դրսևորել քեզ, քո աշխատանքով կարողանաս հասնել արդյունքի ու հարգանք վայելել մարդկանց կողմից։ Ու այո, ես հիմա փաստում եմ, որ իմ աշխատանքը ու այս արդյունքները ապացուցում են, որ ես կարողացել եմ իմ աշխատանքով հասնել արդյունքի։ Ես կարողացել եմ 0-ից արժեք ստեղծել։ Ու այն պահին, որ ինքը մեկնաբանություններ ա թողնում, ես այդ պահին արժեք եմ ստեղծում, որին ինքը երբեք չի հասել ու չի կարող հասնել։